Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Այսօր եկել եմ հավաքելու ավելուկ ու որոշեցի ձեզ իմ հետ տանել եւ մասնակից դարձնել։ Մի խոսքով գնանք միասին տեսնենք ինչ ենք անում։ Գնացինք, տեսեք ինչ լավ ավելուկի դաշտ է այստեղ։ Արևն էլ ընկել է վրան։ Բոլորը ուզում եմ հատիկ հավաքել։ Միջայլոց հավաքելուց անմիջապես ստուգում եմ տերևը։ Լավն է, վատն է, ծակ է, ծակ չէ, այսպես։ Եվ դնում եմ մի կողմ։ Այնպես չի, որ գյուղական կյանք եմ սիրում, բայց սիրում եմ նմանատիպ աշխատանքներ։ Շատ եմ սիրում։ Այսպես բոլոր կողմերից ստուգում եմ, որպեսզի եմ, որ ասած, որդու բլոջ այդպեսի բաներ չհանդիպի, եւ ես տանեմ տուն ու անցնեմ գործի, այսինքն հյուսեմ։ Այդ որ ասում եմ ինչ որ բան վրան չնի, տեսեք, երբ որ տերևի ինչ որ մի մաս ծալված է լինում, թվում է թե այ լավ տերև է, բայց տեսեք, բացում եմ ու մի խումբ մրջուններ են, ասենք, հանդիպում, կարող եմ այսպես հեռացնել։ Իսկ պատրաստի տարբերակներում ինձ թվում է դժվար թե այդքան մանրուքների հետևից ընկնող լինի, չէ՞։ Այսպես հավաքելու եմ, ինձ հետ տանեմ տուն, բայց անմիջապես չեմ հյուսելու։ Դե պետք գիտեմ, կարող ենք կտրատելով էլ էլի չորացնել, բայց ես նախընտրում եմ հյուս քանել, որպեսզի քիչ տեղ զբաղեցնի։ Հա, հյուս քանելու համար էլ արդեն պարզ է, որ գոնե մեկ օր պետք է այսպես մնա տերևը թոռոմի, որպեսզի այն հնարավոր լինի ճկել։ Հիմա տեսեք, ես այս ամբողջը հերթով, կարգով, շնորհքով հավաքելու եմ այս հատվածը ու անցնեմ մյուս հատվածի եւ սա դեռ ամենը չէ, հավաքելու ենք միասին նաեւ թելուկ տապակելու համար, ինչպես նաեւ փիփերթ, ով է սիրում նմանատիպ կանաչիներ։ Ձեր բարձացրեք, տեսեք ինչ ընտիր է։ Ու որ այս տերևը որ պիտի խաշեմ, չենքան արագ է խաշվում, շատ փափլիկ, դալար, ընտիր ավելուկներ են։ Ուրեմն սիրելիներս, գիտեմ, որ հարցնելու եք, որտեղ է գտնվում այս ավելուկի դաշտը։ Սա իմ հորական տարածքն է, որը գտնվում է Եղվարդում եւ այս պահին վաճառվում է։ Տարածքը կազմում է 2000 քառակուսի մետր եւ եթե ձեզանում կան ցանկացողներ, խնդրում եմ Մազերդ բերանից տա։ Հա, եւ եթե ձեզանում կան ցանկացողներ, այս տարածքը ձեռք բերելու խնդրում եմ կապնվեք ինձ հետ հետևյալ կոնտակտներով, որոնք ես կթողնեմ ստորև, այսինքն մեկնաբանություն։ Ստորև։ Զզվցրի, սա բառերս կտրտվում է։ Համա, որտեղ ստորև չկա։ Ճանաչելով ձեզ սիրելիներս, գիտեմ, որ հարցնելու եք, թե որտեղ է գտնվում այս հրաշք տարածքը ավելուկներով լի։ Ասեմ, որ այս տարածքը գտնվում է Եղվարդում։ Սա իմ տարածքը չէ, իմ ամառանոցը չէ, այս ամառանոցը իմ հայրիկին է պատկանում, որը այս պահին նա վաճառում է, գտնվում է Եղվարդում, տարածքը կազմում է 2000 քառակուսի մետր եւ եթե ձեզանում կան ցանկացողներ, հետաքրքրվողներ այս տարածքով ասենք, կարող եք կապնվել ինձ հետ կոնտակտներով, որոնք ես կթողնեմ ստորև մեկնաբանության բաժնում սիրելիներս, եթե իհարկե հետաքրքրված եք։ Այս տարածքը կարող եք օգտագործել որպես ամառանոց, կարող եք օգտագործել որպես շինություն հետագա, լավ տուն կառուցելու համար։ Ուրեմն կարող եք այս հրաշք տարածքը օգտագործել նաև որպես բիզնես վայր, իհարկե հետագայում կառուցելով ինչ-որ մի բան, եթե նկատի ունեք։ Այսպես սիրելիներս, հիմա մենք միասին ուրախ ժամանց կանցկացնենք թփերի մեջ։ Այնքան եմ սիրում նմանատիպ աշխատանքներ, փոքրուց իմիջիայլոց։ Տատիկիս հետ էլ հաճախ գնում էի դաշտ։
մանավանդ այն ժամանակներում մոդա էր, չէ, գնալ ինչ-որ խոտ հավաքելու ու ես շատ էի սիրում։ Իսկ քանի դեռ ոչ ոք չի զանգարել, ես այս տարի էլ եմ հավաքելու ավելուկ և օգտվել եմ այս բարիքներից։ Այստեղ ունենք նաև բազմազան համեղ բերքատու ծառեր, որոնցով ես հենց այն չրերն եմ պատրաստում, որը տեսնում եք իմ ալիքի շրջանակներում և կարծում եք, թե դա հենց իմ այգու բերքն է, ոչ սիրելիներս։ Տեսեք ինչ ընտիր ավելուկներ են, շատ ընտիր են, շատ։ Այն որ, այսպես ասեմ, չորանալուց հետո թրջում եմ և այդ թրջած այդ առաջին ջուրը անգամ այդքան դառը չէ, շատ հաճելի է և պատրաստվող աղցանները կլինեն, ճաշերը կլինեն, անչափ համեղ են ստացվում։ Չրաշքա չէ բնություն է։ Սիբեխել ամիջ։ Սիբեխել կա, ուրա։ Դե տեսեք, թաքնված տաղանդ են, տենակը, ես ինչ ընտիր դոլար, սիբեխ եմ գտել, էլ ունայեք զոխը, հայավարի ասած 3 մետրը, ծմ սիրում է սիբեխի հոտը, դե մի քիչ էլ սիբեխ կհավաքենք, ճիշտ այս եզրերը մի քիչ դախացել են, դախացել է, տարածքը թելուկա, սա էլ տապակած էլի շատ համեղա, շատ նուրբ կանաչիա, շատ թելուկ, հիմա շատ չեմ հավաքելու, մի տապակելու, ընտիր մատղաշ թելուկա, շուկաներում էլ կա, հիմա այս թելուկ հավաքելու գործընթացը կհանձնեմ իմ գեղեցկուհուն, ես էլ կգնամ ավելուկ հավաքելը, չէ լիլոք, հիմա այս մանրակրկտորեն անգնեմ այս թելուկները հավաքեմ, բան ու գործ չունեմ, դու ես, հիմա ես սուսուփուս, դուք էլ եք իմ նման, որ կանաչեղեն եք հավաքում, սուսուփուս գլուխներդ կա հավաքում եք, մեկ էլ նայում եք ժամը, ժամից անցել է, չգրեք Ազաջան մազերդ հավաքի, կհավաքի մեծ սիրով, բայց մազակալս եմ մոռացել սիրելիներս։ Այսօր այգեգործությամբ ենք զբաղվում տանիքով, մի կողմից խոտ ենք հնձում, մի կողմից ավելուկ ենք հավաքում և այլն, բայց այս ավելուկը այնքան ընտիր է, հələ տեսեք, որ պետք կա, պետք չի, ամբողջ ուզում եմ հավաքեմ, երևի ինձ լսում եք։ Թափանցում են ենքան լավն են, հլստեղ, ինչքան ընտիր է, վաշկ,
Գուգո Ուր ես Արի օգնի ինձ Արի մամային օգնի Հա Հրաշք Ջանտիր դալար սիպեխա Այս ինձ պոկ եմ Տեսեք Նայեք Անտիր Չի там ребенок Այլստեղ են ջանտիրա Սա երևի գրում են Ազաջան, քոքով մի հանի, որ մյուս տարի է լինի Էլ է ինչ երկար դալար Սիբեխա Սա կովա դրեստ է Էլ էստեղ Ոնց չհավակենք միրակ Պիպերտ հավակենք Շատ եմ սիրում պիպերտով ճաշ Այդ իստարի ոնց որ պիպերտը քիչ Սոխրեն ավելուկն է շատ Ավելուկը ու թելուկը Սաղ թելուկը Այս սենց հավաքում եմ զոխերով Դե իհարկե զոխերը պետք է դալար լինեն սիրելիներս Իրա կոթունից պոկում եմ Տեսեք Նայք Սենքը արմատով այսպես աճում է, չէ։ Այսինչ Ութունից պոկում եմ շատ համեղ աղցան է լինում պիպերտից, շատ համեղ։ Այնտեղ ուրեմն հում վիճակով պիպերտն ենք լցնում։ Այսինչ է, այս սպիտակներն է թափվել։ Ուրեմն հում վիճակով դալար պիպերտ ենք օգտագործում, ինչպես նաև սխտոր թարմ եւ մի փոքր 5%-անոց, այսինքն քացախ վերջ լավաշով ընտիր համեղ աղցան ասացում։ Եթե դեռ չեք փորձել, գոնե մեկ անգամ փորձեք սիրելիներս։ Եթե հարմար լինի, շատ չերկարի տեսանյութը, միգուցե այդ աղցանի պատրաստումը կցեմ այս տեսանյութի մեջ։ Այնտեղ էլի եմ տեսնում պիպերտ։ Մոլախոտը այսպես աճում է։ Թեպետ պիպերտն է էլի մոլախոտ է։ Թե չէ։ Չէ։ Եթե ուտելի է, ուրեմն մոլախոտ չէ, չէ։ Ես այդպես եմ հասկանում։ Դալար է։ Ջրալի է, արի սենց նայեք։ Պիպերտ նույն ինքը մալվա ռուսերենով։ Հիմա ես մի քիչ էլ անցնեմ պիպերտի որսի։ Տեսնենք ինչ է ստացվում։ Ուրեմն սիրելիներս անցել է 2 օր, տեսեք, այսպես լավ նորից տանը նայել եմ տերևները, բոլոր ամբողջությամբ մաքուր էին, հատնտիր էին, սկզբում հիշում եք, որ շատ խրխրթան էին, հիմա այսպեսին են, 1-ից 2 օր թողնում ենք այսպես սեղանի վրա, որպեսզի տերևները թորչնեն և հնարավոր լինի նրանց
հյուսք անել, այսպես։ 3 հատով այսպես կդնեմ և կսկսեմ հյուսել։ Ասեք ինչքան հեշտ է նրանց հետ աշխատել, ճկվում են այսինքն։ Եթե հենց սկզբում հյուսենք էլի կլինի, պարզապես մի լավ կջարդենք։ Խորական հյուսք ենք անում և քանի որ նրանք թոռոմել են արդեն, կարող ենք ձիգ փաթաթել։ Հիմա տեսեք, մի փոքր մնաց, ես արդեն ամեն մեկի վրա մեկական ավելուկ եմ ավելացնում ու այսպես գնում եմ։ Ավելացնում եմ այս պոչերը դուրս թողնելով։ Այսպես։ Եթե շատ բարակ է արդեն ձեռքիս տակի գիծը, 2 հատով եմ վերցնում, 3 հատով եմ վերցնում, արդեն կողմնորոշեք, այնպես ենք հյուսում, որ համաչափ հաստությամբ հյուսք ստանանք։ Այսպես գնում եմ։ Այս թողունները վերջում կկտրենք մկրատով։ Հյուսքը անում ենք ցանկացած երկարությամբ սիրելիներս, այսպես ասած, ում մոտ որտեղ է հարմար կախել, արդեն ամեն մեկս գիտենք։ Կարևոր է կախել հյուսքերը քամհար վայրում և ոչ արև կողմ։ Արևի տակ բնական է, հյուսքերի գույնը կփոխվի, կդեղնվի, ցանկալի է այս մի փոքր գոնե կանաչավուն ձևը պահպանել։ Եթե քիչ են ձեր մոտ ավելուկները, կարող եք նաև կտրտել, նոր այդպես կտրտած վիճակով չորացնել։ Այսքան է։ Հիմա այս ամբողջը կհյուսեմ ու ցույց կտամ որտեղ եմ կախելու։ Արդեն 2 օր է ինչ հյուսքերը այսպես կախած են, ինչպես ասացի, քամհար, ոչ արև կողմ վայրում են կախում, որ շուտ չդեղնի, հա, ինչքան հնարավոր է կանաչ մնա։ Չորանալուց հետո, երբ որ տեսնում ենք այսպես խշխշան է, ես ինքս ինչ եմ անում, կամ տոպրակի կամ ուրեմն կտորի մեշով պարկի մեջ եմ դնում և վրան մի փոքր աղ եմ ցանում սիրելիներս, դա անում եմ նրա համար, որպեսզի մարդը չոռտնի և այլն և այլն։ Հիմա սպասեմ չորանա ու հավաքեմ։ Պահում ենք չոր, մութ տեղում։ Օգտագործելուց առաջ միշտ թրջում ենք եռման ջրով, որ հետ գա։ Երբ որ ավելուկն էինք հավաքում, հավաքել էի նաև թրթնջուկ, որը մաքրելուց լվանալուց հետո ես խաշել էի աղաջրում և դրել էի սառնարան։ Ու այսպես հարմար չէ լինում, որպեսզի վերջնական տապակեի։ Հիմա կարծես այդ օրն է։ Այստեղ տապակի մեջ բուսայուղ եմ լցրել մի փոքր, կարող եք յուղով կամ կարագով տապակել, դա արդեն քիմքի հարց է։ Ես որ գիտեք արդեն իմ մշտական հետևորդները տապակելու են բուսայուղի մեջ։ Այստեղ վերցրել եմ տնական ձու, տեսեք ինչ մուգ դեղնություն ունի։ Այս ձուն։ Կանաչին աղաջրի մեջ էի խաշել, ձվի վրա մի փոքր այնպես որ աղ կանեմ և վերջ։ Խարեմ։ Այս չափաբաժնի համար կարծում եմ 2 խոշոր ձուն բավական է, տեսեք ինչ կանաչ գույնը պահպանվել է թելուկի ու շատ համով է։ Եթե հանդիպեք թելուկ շուկաներում, անտարբեր մի անցեք, գնեք։ Շատ նուրբ բերանում հալչող որակ ունի ու շատ նուրբ համ ունի։ Հիմա թելուկը լցնում եմ տապակի մեջ, որի մեջ արդեն բուսայուղ կար, տաքացած։
Սուրումուր եմ տալիս։ Շատ համեղ կլինի սա սխտոր մածունի հետ, շատ համեղ կլինի։ Ուզում եմ կարող եք սոխերած անել, սոխերածի վրա ավելացնել խաշած թելուկը, իմիջայլոց խաշելուց էլ նկատի կունենաք, որ շատ արագ է խաշվում, որ լցնում եք, մեկ այս կողմ, այն կողմ, երևի նավսյո-պրավսյո 3 րոպե, ոչ ավել, շատ արագ է խաշվում։ Համայնով շատ եմ նմանացնում, որ շատ սիրում էի ինչ էր ամենը։ Հա, սպանախին, շատ նման է սպանախին։ Ահա, այսպես։ Արագ խառնում եմ, որ ձուն ձվածեղ չդառնա, այլ պատի ամբողջ կանաչի։ Ոչ, ձուն այլևս հում չէ, կարող եմ անջատել։ Պատրաստում էր անչափ համեղ կանաչին, և տեսեք գույն ինչքան կանաչ է։ Տեսեք, ինչքան հիթեղ կանաչի է։ Այսեք տեսնեմ ով է սիրում նմանատիպ համով ուտելիքները։ Այսքանը սիրելիներս, կարծում եմ լավ ժամանակ անցկացրինք միասին, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք և որ այդքան դրական եք, շնորհ համեղ հանդիպումներ։